Խաղաղությունը ինքնանպատակ չի կարող լինի։ Խաղաղություն ստանում ենք, եթե ստանանք այնն, եթե ստորաքաշ վիճակով ենք խաղաղություն ստանալու, ավելի լավ է չլինի այդ խաղաղությունը, որովհետև մենք պատերազմել ենք տեսել, մենք հաղթանակ ենք տեսել եւ այսօր այդ հաղթանակի օրն է։ Եվ ոչ միայն մի անգամվա հաղթանակ, այլ կրկնակի հաղթանակի օրն է այսօր։ Չմոռանանք, որ հայ զինվորն է մտել Բերլին եւ հայ սենքով մտել են Բերլին, Սասունցի Դավիթ Շարասյունով մտել են Բերլին եւ այսօր նորից նույն հաղթանակի օրն է, այս անգամ հայ զինվորի Շուշի մտնելը եւ Շուշին վերցնելու, ազատագրելու օրն է։ Այսօր մենք դա նսեմացնում ենք, մեր կառավարությունը այսօր դա նսեմացնում է, այդ ամեն ինչը մեր այդ պատերազմի, այսինքն երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մեր այդ կորուստները, մեր այդ ամբողջ գործունեությունը 300,000 հայ զինվոր, նահատակված հայ զինվորի եւ մնացած 300,000 հայ զինվորի այդ արածները, այդ սխրագործությունները չկացվում են այսօր մեր կառավարության կողմից, ինչպես չկացվեց այն ամեն ինչը, ինչ որ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, թե նահատակների այդ արյունը գետնի մնաց, թե այդ ամբողջ աշխատանք, այդ ամբողջ հերոսությունները եւ մեր ամբողջ զոհողությունները զերոյացվեց այսօրվա իշխանությունների կողմից։ Սակայն մենք, այո, մենք որպես հայ ժողովուրդ, մենք որպես հայ ազգ պետք չէ հետևենք այս իշխանությունների աշխատավոճին եւ մենք պետք է ամեն գնով, ինչպես այսօր այստեղ գալով ցույց տանք, որ մենք արժևորում ենք մեր նահատակների արյունը, թե երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, թե Արցախյան պատերազմի ժամանակ։ Շնորհակալ եմ։